Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետների եւ տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով ու ոլորտի առանձնահատկություններով, ինչու ոչ նաեւ նորություններով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Մարիամ Աղուլյան, ողջույն Մարիամ։ Ողջույն Ծովինար ջան։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Մարիամը հանդիսանում է Ղուլյան եւ գործընկերներ փաստաբանական ընկերության հիմնադիրը եւ այստեղից արդեն պարզ է, որ մեր հիմնական թեման վերաբերվելու է իրավաբանությանը։ Իհարկե իրավաբանությունը բոլոր ոլորտներում, բայց քանի որ մենք զրույց ունենում ենք գործարար ալիքի եթերում, առավելապես շեշտը դնելու ենք գործարար ոլորտի վրա, մինչեւ հիմնական ոլորտային թեմաներին անցնելը։ Մարիամ, կուզենամ ներկայացնեք ձեր կրթական հիմքը, մասնագիտությունը ձեր առաջին որն է։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև շատ դեպքում իրականում կարող են լինել այլ մասնագիտության կրող եւ կյանքի ինչ-որ մի փուլում հասկանալ, որ չէ, իրենց հետաքրքրում է հենց իրավաբանության ոլորտը ու մուտք գործել այս ոլորտ։ Կրթությունը կնշեք։ Շատ շնորհակալ եմ Ծովինար ջան, հրավերի եւ հյուրընկալելու համար։ Սիրով ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, բակալավրիատը, հետագայում նաեւ մագիստրատուրան։ Այսինքն կրթությունս հենց բազային իրավաբանական է։ Իսկ դա ինչպես եք ընտրել։ Ինչու իրավաբանություն։ Չգիտեմ, երևի փոքրուց այսպես երազանքի պես որ որոշակի տարիքում իրենց պատկերացնում են, հա, հետագայում ինչպեսին կլինեն իրենք, երևի թե իմ բոլոր պատկերացումները եղել են հենց իրավաբանի կերպարում, այդպես ավելի դասական հագուստով, դատարանում ելույթ ունենալիս, այսպիսի կերպար միշտ ունեցել եմ շատ փոքր տարիքից իմ աչքի առաջ եւ փառք Աստծո այդպես էլ ստացվեց։ Շատ լավ։ Մարիամ, տեսեք, սովորաբար իրավաբանության դեպքում, երբ ավարտում են, հա, նաև հենց մասնագիտության կրողն են լինում, շատ դեպքերում ավելի նպատակահարմար է լինում գնալ որևէ ընկերության թիմակից լինել եւ ինչ որ ընկերության իրավաբանական բաժինը փորձել այսպես կառավարել կամ առաջ տանել, բայց ձեր դեպքում ոնց որ ճանապարհը մյուս ուղղությամբ են գնացել, այսինքն հիմնել սեփական ընկերությունը եւ մատուցել ծառայություններ։ Այս որոշման ոնց եք եկել, այսինքն ինչու ոչ ինչ որ ընկերության թիմակից, այլ սեփական ընկերության հիմնում եւ ավելի ոնց որ լայն պատասխանատվության ու պարտավորությունների շրջանակի ստանձնում։ Շնորհակալ եմ։ Տեսեք, իրականում նախ ի սկզբանե մշտապես ունեցել եմ այդ տեսլականը, որ ես պետք է փաստաբանության ոլորտում լինեմ, այսինքն երբեք ինձ չեմ պատկերացրել իրավաբանության մեջ որևէ այլ ուղղությամբ աշխատանք կատարելիս, որովհետև փաստաբանի աշխատանքը իրականում շատ բազմազան է եւ շատ հետաքրքիր։ Այնպես չի, որ միանգամից է ստեղծվել ընկերություն ունենալու գաղափարը, ես 2006 թվականից, այսինքն մի քանի օր առաջ այդպես բացահայտեցի, որ այս տարի 20-ամյակն է լրանում իմ փաստաբանական գործունեության, 2006 թվականից փաստաբան եմ հանդիսանում եւ երկար տարիներ նախ աշխատել եմ տարբեր փաստաբանական ընկերություններում, ինձ համար շատ սիրելի եւ շատ հարգելի փաստաբանական ընկերություններում եւ հասունացավ ուղղակի պահը որոշակի հանգամանքների բերումով, երբ ես որոշեցի, որ արդեն պետք է ունենալ սեփական փաստաբանական գրասենյակ եւ 2012 թվականին հիմնվեց Ղուլյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակը եւ մինչ օրս հաջողությամբ գործում է։ Շատ լավ, այստեղ լրացուցիչ մյուս հարց եմ ուզում ուղղել, վստահաբար կարող ենք ասել, որ իրավաբանության մեջ շատ դժվար է լինում եւ շատ դեպքերում իրավաբանություն ու փաստաբանություն, որպես այդպեսին կամ նույնականացնում են կամ դրանց հստակ տարբերությունները չեն պատկերացնում։ Մի հատ նաեւ սրանց մասին կնշեք։ Ծովինար ջան, տեսեք, իրավաբանությունը, այսինքն իրավաբանությունը լայն ոլորտ է, որտեղ կան արդեն նեղ մասնագետներ, հա, ասենք ինչպես օրինակ դատախազ, դատավոր, փաստաբան եւ այլն, այսինքն այստեղ ուղղակի յուրաքանչյուրը իրեն հոգեհարազատ ուղղություն պետք է ընտրի, որում իրեն ավելի լավ է զգում, ավելի
ձուկը ջրում այո, ինչպես ձուկը ջրում ավելի տեսնում է իրեն այդ ոլորտի մեջ, որովհետև հակառակ դեպքում դա չի ստացվի։ Ես օրինակ ինձ չեմ պատկերացնում, ենթադրենք դատախազի հա աշխատանքը կատարելիս, որովհետև դա պարզապես իմը չէ։ Ես մշտապես իմ բնույթով ավելի իրավունքների պաշտպանություն ստանձնելու, հա, այսինքն իրավունքները պաշտպանելուն եմ մշտապես այսպես հակված եղել եւ այսպես արդարությունը վերականգնելու այդ միտումը գաղափարը իրականում բավականին այսպես խորը նստած է եւ ես մինչեւ օրս էլ թեև այսքան տարի ոլորտում եմ աշխատում եմ, բայց չեմ կարողանում գործերին վերաբերվել զուտ որպես գործ եւ այսպես ասած լինել սառնասիրտ։ Ես միշտ յուրաքանչյուր գործի հետ ապրում եմ եւ ցանկացած անարդարություն, որ տեսնում եմ որևէ հանգամանքում, իսկ խախտված իրավունք, հա, մեր պարագայում դա խախտված իրավունքն է։ Ցանկացած խախտված իրավունք, որ ես տեսնում եմ, ինձ համար դա շատ ցավալի է եւ ես այսպես մշտապես այդ մղումն է, որ ես ուզում եմ դա վերականգնել, հա, իրավունքները պաշտպանել։ Դրա համար յուրաքանչյուր անձ պետք է հասկանա պարզապես իրենը որն է, իրեն որ ուղղությունն է ավելի հոգեհարազատ եւ նոր ընտրի իր ուղին։ Ինձ համար դա փաստաբանությունն է։ Իրականում դուք հարց հնչեցրեցիք նաև ինչու որևէ իրավաբանական անձի, հա, իրավաբանական սպասարկումը չի իրականացնել։ Ես նշեմ, որ հենց փաստաբանությունը այն ուղղությունն է, որը ամբողջությամբ բոլոր ոլորտների իրավաբանական անձանց հետ առնչվում է։ Այսինքն մենք մեր գործունեության ընթացքում երբեք ձանձրանալ հնարավոր չէ, որովհետև ամեն նոր գործը միանշանակ տարբերվում է նախկին նմանատիպ թեկուզ գործերից, միանշանակ միշտ կա նորություն, միանշանակ միշտ կա աշխատելու, զարգանալու տեղ եւ միտում, հա, դրա համար շատ հետաքրքիր է փաստաբանությունը եւ այսօր էլ մենք ընթացիկ իրավաբանական սպասարկում ենք իրականացնում տարբեր ոլորտի իրավաբանական անձանց, որոնց թվում են թե բժշկության ոլորտի, թե բանկային ֆինանսական ոլորտն է բավականին մեծ սեկտոր կազմում, մեզ մոտ կառուցապատման ոլորտն է շատ մեծ ծավալ կազմում։ Այսինքն իրականում մենք տարբեր բազմաբնույթ գործերի հետ ենք առնչվում եւ դա իրականում եւ հետաքրքրություն է, այո, եւ հետաքրքրություն է աշխատանքում եւ միևնույն ժամանակ զարգանալու եւ այսպես անընդհատ աճելու միտում է իր մեջ պարունակում։ Մարիամ, նշեցիք, որ արդեն 20 տարի է շուկայում գործունեություն եք ծավալում, դե արդեն նաև հասկացաք, որ Ղուլյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակը առավելապես կենտրոնացած է հենց փաստաբանական, հա, ծառայությունների, թե ինչ ծառայություններ եք մատուցում, այսինքն թիմը ինչի վրա է ավելի շատ կենտրոնացված եւ սրան որպես լրացուցիչ հարց, ինչ գործեր կան, որ երբեք չեք վերցնում, եթե այդտեղ իրավունքի խախտում տեղի ունեցել է, կան ոլորտներ, որտեղ որ իրավապաշտպանի հարցը որպես այդպեսին չեք ստանձնում։ Տեսեք, ոլորտային ընտրությունը բնականաբար ինքնաբերաբար ստեղծվում է, այսպես հա մեր կողմից սպասարկվող իրավաբանական անձանց կազմակերպությունների գործունեության բնույթից ելնելով, այսինքն մեր հիմնական գործունեությունը կորպորատիվ իրավունքում է, այսինքն կազմակերպությունների ամենօրյա այո գործունեության ընթացքում ծագող հնարավոր բոլոր իրավական խնդիրների լուծման ապահովումն է մեր այսպես ասած նպատակը եւ շատ լայն, այսինքն կորպորատիվ իրավունքի լայն իմաստով, որը ընդգրկում է թե պայմանագրային հարաբերությունները, այսինքն պայմանագրերի կազմում, վերանայում եւ այլն, բանակցություններին մասնակցություն եւ թե ենթադրենք վարչական մարմինների հետ հարաբերություններում տվյալ կազմակերպության շահերի ներկայացում, ընդհուպ մինչև դատական կարգով վարչական մարմինների գործողության կամ անգործության բողոքարկում եւ այլն, այսպես բավականին լայն է աշխատանքային հարաբերություններ եւ այլն, այսինքն այսպես սպառիչ թվարկել իրականում հնարավոր չէ, բայց ընդհանրացված կարելի է ասել բիզնեսի ամենօրյա գործունեության ընթացքում ծագող խնդիրների լուծմանն է ուղղված մեր աշխատանքը եւ հետեւաբար մեր վստահորդները հիմնականում իրավաբանական անձինք են, բնականաբար ունենում ենք նաեւ ընդհանրենք դատական գործեր, որոնք ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանությամբ ենք հանդես գալիս, բայց կրկին ավելի դեպի կորպորատիվ ուղղվածությամբ։ Եվ ինչ աշխատանքներ կա, որ երբեք չեք վերցնի։
ոլորտներ կամ։ Գիտեք, երբեք չէի ասի, բայց ինձ հոգեհարազատ չէ ամուսնաընտանեկան ենթադրենք հարաբերություններում դատական պաշտպանությունը, ընդհանրապես իրավունքների պաշտպանությունը։ Այնպես չէ, որ ոչ թե չեմ վերցնի, պարզապես իմը չէ, այսպես ասեմ, իմը չէ, որովհետև ինձ ավելի հետաքրքրում է գործարարության ոլորտի հետ առնչվելը, որովհետև այստեղ աշխատանքը եւ իրավաբանությունը շատ ավելի շատ է։ Շատ լավ, տեսեք Մարիամ, նշեցիք, որ ձեր հիմնական գործառույթը, հիմնական ուղղվածությունը հաճախորդներ ավելի շատ բիզնեսներն են, կորպորատիվ հաճախորդներն են։ Այստեղ մյուս կարևոր հարցը, որը վստահաբար նաև շատ ընկերությունների առաջ է կանգնում, ունենալ սեփական իրավաբանական թիմ, թե դա outsource անել, պատվիրակել, այսինքն շատ դեպքերում սա էլ ոնց որ բարդ որոշում է լինում, որ ընկերությունը այդպես էլ չի կարողանում, հասկանալ ավելի լավ է իրականում իր սեփական իրավաբանական թիմը հավաքել, թե այնուամենայնիվ ավելի արդյունավետ է պատվիրակել։ Որն է ավելի ճիշտ եւ ինչու։ Ձեր դեպքում ինչպես է ավելի շատ լինում։ Ծովինար ջան, այստեղ ավելի շատ խնդիրը այնտեղ է, թե տվյալ կազմակերպությունը նախ ինչ ծավալի գործունեություն է իրականացնում, ինչ ոլորտում է եւ բնականաբար որքան հաճախ է իրավաբանի կարիք ունենում։ Մոդելները տարբեր են, այսինքն մեր աշխատանքի ընթացքում էլ մենք ունենք տարբերակներ, որ ենթադրենք տվյալ կազմակերպությունը ամեն դեպքում աշխատող իրավաբան ունի, ում հետ մենք համագործակցում ենք շատ սերտ, պարզապես բնականաբար մեկ անձը որոշ դեպքերում չի կարող այդ ծավալը ապահովել, որովհետև գիտեք կարող են լինել, չգիտեմ, հազարավոր դատական գործեր, կարող են լինել հազարավոր պայմանագրեր, որոնք ամենօրյա ռեժիմով վերանայման կարիք ունեն եւ բնականաբար նույնիսկ եթե մեկ անձը դա հասցնի կատարել, այստեղ կարող է որակը տուժել։ Եւ հետեւաբար կախված գործունեության բնույթից, տվյալ կազմակերպության աշխատանքի ծավալներից, ընդհանրապես գործունեության ծավալներից կարող է կարիքը առաջանալ, ունենալ եւ իրավաբան եւ ներգրավել outsource ընկերություն ծառայությունների մատուցման համար։ Կան տարբերակներ, երբ որ ընկերությունը գերադասում է միանգամից ունենալ միայն outsource ընկերությունը, ինչպես որ օրինակ թեկուզ հաշվապահական ընկերությունների պարագայում է։ Այսօր ավելի շատ այսպես միտումը գնում է դեպի դա, որ ավելի այսպես outsource տարբերակն է։ Բնականաբար դա յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում, գնահատելով իր կարիքները, այսպես պարզ է ընտրության հարցը։ Ինչու outsource, էլի նոր բան չեմ ասի, եթե ասեմ, որ բնականաբար outsource-ի պարագայում տվյալ խնդրի շուրջ աշխատում է իրավաբանների թիմ, այսինքն ոչ թե մեկ անձ, ոչ թե երկու անձ, եւ ավելի մասնագիտացված պրոֆեսիոնալ, որոնք բնականաբար իրենք որոշակիորեն իրենց միջև մասնագիտացում ունեն, ուղղվածություններ ունեն ընտրած եւ աշխատանքի բաժանում կա եւ բնականաբար ավելի արդյունավետ է նաեւ այնքանով, որքանով եթե օրինակ մեկ անձը, որպես իրավաբան իր գործունեության ընթացքում որոշակի ծավալի խնդիրների հետ է առնչվել եւ խնդիրներ կան, որոնց երբևիցե չի առնչվել եւ իր համար պետք է նորություն լինի, բնականաբար հասկանալի է, որ նոր խնդրի պարագայում իր համար նոր խնդրի պարագայում լուծում գտնելը ավելի երկարատև կարող է լինել։ Այս պարագայում, քանի որ թիմում աշխատող փաստաբանները եւ իրավաբանները հիմնականում բազմաբնույթ խնդիրների հետ են առնչվում, բնականաբար շատ խնդիրների հետ արդեն իրենք բախվել են եւ լուծումները ունեն։ Դա կարող է լինել ընդ որում եւ բովանդակային եւ թեկուզ զուտ այսպես ձևական կողմը ապահովելու տեսանկյունից, որովհետեւ այսօր մեզ մոտ բավականին զարգացել են այդ թե տեղեկատվական տեխնոլոգիաները եւ թե համակարգերի գործարկումը, այսինքն հիմնականում շատ գործառույթներ իրականացվում են հենց առցանց ռեժիմով, տարբեր համակարգերի միջոցով, չգիտեմ, երևի թե տեղյակ եք, դատական համակարգն է նույնիսկ արդեն վերջին տարիներին անցել է ուղղությամբ, այսինքն այստեղ կարող լինել եւ բովանդակային հարցը եւ նաեւ տվյալ համակարգի նրբություններին տիրապետելուն։ Մյուս կարևոր հարցը, Մարիամ, որոնք են այն ամենաշատ հանդիպվող կոնֆլիկտները կամ այսպես դատական կարգով լուծվող հարցերը հատկապես գործարարության մեջ, ինչին եք դուք շատ բախվում, որպես այդպեսին, իրավակարգավորման դաշտում գտնվող խնդիրներ եւ ըստ ձեզ ինչով են պայմանավորված այդ խնդիրների շատ լինելը, ինչին եք ավելի շատ հանդիպում։
Եթե կոնֆլիկտների մասին ենք խոսում, հետեւաբար մենք արդեն գործ ունենք մի իրավիճակի հետ։ Դե պայմանագրերը դրանք մի կողմ դնենք, աշխատանքի ընդունում, ազատում եւ այլն ավելի շատ իրավահարաբերություններ, որոնք որ դատական կարգով լուծման անհրաժեշտության են հասնում։ Դե բնականաբար, եթե կոնֆլիկտի մասին ենք խոսում, հետեւաբար մենք արդեն ունենք այնպիսի իրավիճակ, երբ որևէ խնդիր չի լուծվել, կամ գործընկերոջ հետ, կամ տվյալ կազմակերպության ներսում եւ խնդիրը հասել է դատարան։ Բնականաբար գործարար միջավայրում ամենաշատ խնդիրները ծագում են պայմանագրային հարաբերություններից։ Ամենաշատ վեճերը տարբեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերից են բխում։ Եվ այստեղ հիմնական հարցը, որի հետ բախվում ենք եւ որը բնականաբար պիտի առանձնացնեմ, դա այն է, որ հաճախ այդ վեճերը ծագում են հենց պայմանագրերի թերի կարգավորված լինելուց, որովհետեւ պայմանագրում որքան մանրամասն եւ որքան մանրակրկիտ բոլոր նրբությունները կարգավորված լինեն, բնականաբար հասկանալի է, որ որ այնքան վեճերը ավելի քիչ կլինեն, որով տեսեք լինում են հարցեր, երբ որ չենք խոսում են պարզ, չգիտեմ, գումարային հարաբերություններից, այլ խոսում ենք պայմանագրի որևէ դրույթի տարատեսակ մեկնաբանության խնդիրը առաջանալու մասին, այսինքն երբ որ դատարան հասնում է վեճը այն հանգամանքից ելնելով, որ որոշակի դրույթ հստակ չէ պայմանագրում եւ արդեն պետք է դատարանը մեկնաբանի, թե կողմերը ենթադրենք ինչ են նկատի ունեցել այդ կետը նախատեսելով եւ այլն։ Այսինքն խնդիրը այնտեղ է, որ բնականաբար առաջին հերթին պետք է առանձնացնեմ պայմանագրի թերի կարգավորված լինելը, այդտեղից են ծագում վեճերը։ Կորպորատիվ իրավունքում շատ են ունենում վեճեր, նաև կազմակերպության հիմնադիրների, մասնակիցների միջև։ Սա էլ իր հերթին ծագում է ի սկզբանե կազմակերպության հիմնադրման ժամանակ կամ թեկուզ ընթացս կանոնադրությամբ կարգավորումների բացակայությունից, գործընկերների միջև վստահության վրա է կամ տնավարի դա շատ տարածված խնդիր է, որպես կանոն ի սկզբանե կազմակերպությունը ստեղծելիս շատ խնդիրներ ուղղակի աչքի առաջ չեն լինում եւ բնականաբար եթե մի քանի անց ստեղծում են կազմակերպություն, իրենք ունեն ի սկզբանե վստահություն միմյանց հանդեպ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբեմն այդ վստահությունը լինում է չարդարացված եւ բնականաբար արդեն պետք է անդրադառնալ փաստաթղթերին, իսկ այնտեղ կարգավորումների թերությունները բերում են հանգեցնում են արդեն նմանատիպ վեճերի։ Շատ լավ, նախավերջին հարցն եմ ուզում ուղղել, Մարիամ, վստահաբար շատ տալիս ենք այդ բոլոր ոլորտներում, արհեստական բանականությունը մուտք է գործել մեր իրականություն, շատ ոլորտներ ու չեմ ասի շատ ոլորտների աշխատանքը խլել է կամ ինչ որ այսպիսի խոսույթներ, որոնք որ շատ տարածված են, բայց ոլորտներում բերել է որոշակի փոփոխությունների եւ գործունեության արդյունավետության բարձրացման եւ այո, ինչ որտեղ նաեւ հաստիկների կրճատման, օպտիմալացման եւ այլն։ Իրավաբանության ոլորտում ինչ է տեղի ունեցել կամ ինչ եք պատկերացնում, ինչ տեղի կունենա, եթե այս տեմպերով արհեստական բանականությունը ինտեգրվի մեր կյանք իրավաբանության ոլորտում։ Շատ արդիական հարց է, բնականաբար եւ կարծում եմ իրականում բավականին լուրջ հիմքեր ունի այն պնդումը, որ շատ մոտ ապագայում հնարավոր է որոշ մասնագիտություններ եւ դրանց թվում նաեւ իրավաբանությունը առհասարակ մարդկային ռեսուրսի կարիք չունենան, հա, այսինքն ամբողջությամբ արհեստական բանականությամբ կազմակերպվեն խնդիրների լուծումները անկեղծորեն չեն բացառում, հաշվի առնելով զարգացման այն տեմպերը, ինչով որ հիմա ընթանում են, հա, այդ նույն արհեստական բանականության գործիքները, նույնիսկ այս պահին գիտեմ, որ կան ծրագրեր, որոնք թեկուզ նույն հայցադիմում կազմելու, չգիտեմ, բողոք կազմելու եւ այլնի հետ կապված, օրենքը կարդալու, մեկնաբանելու եւ այլն նման գործիքներ կան, բայց այս պահին դեռևս իմ խորին համոզմամբ դրանք թերի են գործում, որովհետև ինքս էլ բնականաբար փորձել եմ հասկանալ ինչ կերպ է աշխատում, ընդհանրենք ինչ կերպ են աշխատում այդ գործիքները, որոշակի առումով իրականում օգուտ լինում է, օգտակար լինում են, կարող են որոշակի հուշումներ տալ, որը ինչ որ հետաքրքիր մտքերի կարող է հանգեցնել, բայց ընդհանուր առմամբ դեռևս ինքը չի ապահովում այն լիարժեք ծավալը միանշանակ, որը որ կարող է անել մարդկային ռեսուրսը այս ոլորտում
շատ པարզ բան պետք է ասեմ, օրինակ այդ նույն հայցը գրելու կամ չգիտեմ վերաքնիչ բողոք գրելու համար միայն վճիռը բավարար չէ, այդ ամբողջ գործի նախապատմություն եւ ամբողջ պատմությունը պետք է լինի։ Եվ հետեւաբար այդպիսի օրինակներ ենք ունեցել ենք նաեւ դեպքեր, որ մենք վստահորդ եկել ասում տեսեք, հələ մի հատ տեսեք լավա գրել են բողոք, ասենք վճիռ տեղադրել եմ, ասել եմ մի հատ բողոք գրի կամ բողոքի պատասխան գրի, մա տեսեք լավա գրել ու տեսնում ես, որ ասենք զուտ վճռի վրա է հիմնված, ինչը որ ճիշտ չէ, որովհետեւ խնդիրները վերհանելու համար պետք է ամբողջ գործի նյութերին ծանոթ լինել։ Շատ լավ, եւ վերջին հարցն եմ ուզում ուղղել, Մարիամ, որտեղ գտնեն ձեզ, ինչ նոր ծրագրեր ունեք, ինչ նոր ուղղությունների վրա եք ուզում կենտրոնանալ կամ ինչպես կարող են ոնց որ նշեցի, հա, ձեր ծառայություններից օգտվել, ձեզ հետ կապ հաստատել ինչ որ հարցերով, ոնց որ փորձել խորհրդատվություն վերցնել։ Ծովինար ջան, մենք հասանելի ենք բնականաբար եւ ունենք կազմակերպությունի եւ վեբկայք, որտեղ այցելելով կարող են մեր վերաբերյալ տեղեկատվություն ստանալ եւ ունենք Facebook-յան, LinkedIn էջեր եւ մեր հեռախոսահամարներն էլ բնականաբար հասանելի են։ Այդպիսի խնդիր կարծում եմ չկա, գործնության հասցեն է Արգիշտի 11 կոտրակուտ հասցեում։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում միանշանակ կկարողանան մեզ գտնել։ Շատ լավ, եւ նաեւ սրան լրացնող հարց, ոլորտում կարգավորող կառույցներ, համայնքներ ունեք, չէ՞ Մարիամ, արմիություններ, համայնքներ, միավորումներ, Փաստաբանական պալատը բնականաբար առաջին հերթին պետք է առանձնացնել Փաստաբանական պալատը, որի մեջ համախմբված են որքան ընկերություններ, չէ, Փաստաբանական պալատի անդամ են փաստաբանները։ Իսկ որքան է այդ համայնքի թիվը, ծավալն եմ ուզում հասկանալ, այսինքն մեծ համայնք է, փոքր, ինչ որ խնդիր լուծում է, բայց իմ տեղեկություններով այժմ մոտ 5000-ի է հասնում փաստաբանների թիվը, Հայաստանում այդքան փաստաբան ունենք։ Վստահ չեմ, որ սա ամենաթարմ ինֆորմացիան է, բայց պլյուս մինուս մոտավոր այդ շեմին ենք, հրաշալի է։ Կարծում եմ այո, մոտենում ենք այդ շեմին։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն Մարիամ, բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար։ Իրականում նշում ենք, որ շատ լավ կլինի, որ մի քիչ կարող է ձեր համատեքստում սխալ լինի, որ ձեր ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը շատ չլինի, բացասական համատեքստում, հա, կոնֆլիկտների կարգավորման եւ այլն, ավելի շատ դրական հարցերի դեպքում դիմենք իրավաբաններին, բայց այնուամենայնիվ, ինչպես ասում են, քանի որ մեր հասարակության մեջ էլ իրավագիտակցությունը այդքան բարձր չէ, եւ կենցաղում, հա, եւ գործառության մեջ վստահաբար ոնց որ շատ աճելու, զարգանալու, շատ սովորելու եւ յուրացնելու հարցեր ունենք, հա, մեզանից յուրաքանչյուրը։ Ու սրա հետ կապված մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ ամենակարևոր բանը եղեք իրավագիտակից, հա, ճիշտ կձևակերպեմ, իրավաբանորեն ինչպես կնշես։ Չէ, իրավագիտակիցները ճիշտ, բայց ես իրականում կառանձնացնեի իրազեկված լինելը գոնե որոշակի մակարդակով, որովհետեւ ամենապարզ օրինակը պիտի բերեմ, տեսեք ժամկետների հետ կապված, որը շատ կարևոր է, ենթադրենք իրավունքների պաշտպանությունը նախաձեռնելու համար, երբեմն կարող է պահանջը այնպիսի հիմնավոր պահանջ լինել, հա, եւ լիարժեք հիմքեր ունենալ, բայց անձը պարզապես դիմի արդեն իրավունքի պաշտպանության, երբ արդեն ուշ է, եւ այդ դեպքում այլևս ոչինչ անել հնարավոր չէ կամ շատ քիչ բան կա անելու եւ փաստաբանի գործը մի քանի անգամ բարդանում է, հա, եւ իրազեկ լինել ոչ միայն ժամկետների պահպանման տեսանկյունից, այլ նաև որոշակի հարաբերություններ ստեղծելիս գոնե մինիմում այն անհրաժեշտ փաստաթղթերի հենքը ունենալ, որը հետո հնարավորություն կտա, բնականաբար խոսքը պայմանագրային հենքի մասին է, որովհետև տարօրինակ կհնչի, բայց մենք ունեցել ենք շատ հետաքրքիր գործեր, բայց ինձ համար իրականում շատ տարօրինակ էր, հա, որ նման ծավալի մեծ կազմակերպությունները կարող են ունենալ խնդիր միայն այն պատճառով, որ օրինակ վարձակալության պայմանագիրը անշարժ գույքի կնքված է հասարակագրավոր ձևով, նոտարական վավերացման ենթակա չէ, պետական գրանցում չի ստացել դրանից ծագող իրավունքները եւ նման պարագայում կազմակերպությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջեւ, երբ որ հսկայական պահեստային տարածքում արկա ապրանքները ենթադրենք ազատելու շատ կարճ ժամկետում ազատելու խնդիր կար եւ սա գալիս է միայն մեկ հանգամանքից, որ պարզապես իրազեկվածություն չի եղել կամ չգիտեմ, չեմ կարող ասել այլ ինչ պատճառ, բայց կարծում եմ առաջին հերթին իրազեկվածությունը, որ պետք է այդ պայմանագիրը կնքվեր համապատասխան ձևով։
ուզում եմ ասել, որ թվում է թե շատ པարզ բաներ են եւ երբեմն պայմանագրերը կնքելիս կարող են ասել դե շատ էական չի լավ, ամեն ինչ լավ կլինի եւ այլն, բայց հետագայում դա հանգեցնում է այնպիսի լուրջ խնդիրների, հա, կազմակերպության համար աննկարագրելի մեծ ծավալի խնդիրների։ Նույն խնդիրները ծագում են նաեւ օրինակ ապրանքային նշանների գրանցված չլինելու պարագայում, այսինքն որևէ ապրանքային նշան օգտագործվում է երկարատև ժամանակ, նույնիսկ այդ ապրանքային նշանի օգտագործմամբ ապրանք է շուկայի հանվում եւ այլն, բայց հայտնվում է մեկը, ով այդ ապրանքային նշանը գրանցել է եւ կրկին շատ լուրջ խնդիրներ է առաջացնում տվյալ գործունեության, տվյալ բիզնեսի համար։ Ես իրականում կցանկանայի, որ լինենք մի փոքր ավելի իրազեկ, գոնե ապահովելու մինիմալ պաշտպանվածություն, ինքներս մեզ պաշտպանենք, որպեսզի կարողանանք նաև դա ակնկալել հետագայում։ Շատ լավ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Մարիամը ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Ղուլյան եւ գործընկերներ փաստաբանական ընկերության հիմնադիր Մարիամ Ղուլյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, Զովինար։